Մաշտոցյան մատենադարանը սկսում է իր նոր մեծածավալ հրատարակչական նախագիծը հայ միջնադարյան թարգմանական գրականություն մատենաշարը, որն ըստ էության մատենադարանցիների տարբեր գիտական սերունդների տասնամյակների երազանքներ։ Մատենադարանի թարգմանական գանձարանը, որ ներառում է թարգմանություններ հին հունարենից, ասորերենից, լատիներենից, վրացերենից, արաբերենից, պարսկերենից, նաև իտալերենից, ֆրանսերենից, իսպաներենից, այդ ահռելի ժառանգությանը քաղաքակրթական բացառիկ արժեք է հաղորդում, մանավանդ որ շատ հայերեն թարգմանություններ այսօր արդեն սկզբնաղբյուրի նշանակություն են ձեռք բերել։ Մենք գիտենք, որ այդ ժառանգությունը լայն աշխարհագրություն է ներկայացնում, միջ քաղաքակրթական եւ միջ մշակութային իրողություններ է ներկայացնում, առավել եւս եթե նկատի ենք ունենում, որ բազմաթիվ թարգմանական երկերի շնորհիվ ուղղակի փրկվել է այս կամ այն սկզբնաղբյուրը, այս կամ այն բնագիրը, որ իրենց ուրեմն օրիգինալ լեզվով շարադրված սկզբնաղբյուրները այլևս չկան եւ դրանք միջազգային գիտական հանրությանը այս կամ այն ազգի ուրեմն ուսումնասիրողներին հասանելի են դառնում հայերեն թարգմանչնադարում թարգմանված հայերեն բնագրերի շնորհիվ։ Մատենաշարի մեկնարկը տրվել է պատմություն մեծին Աղեքսանդրի Մակեդոնացու հայտնի թարգմանական երկի հրատարակությամբ։ Բնագիրը հրատարակության պատրաստել, ծանոթագրել եւ առաջաբանը գրել են Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի վարիչ Նոր Մատենաշարի խմբագիր Գոհար Մուրադյանը եւ միջնադարյան գրականության եւ բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը։ Երկի հայերեն թարգմանությունը հնագույններից մեկն է։ Մեզ է հասել մի քանի խմբագրությամբ։ Նոր բնագիրը հիմնված է մի քանի ձեռագրի համեմատության եւ հունարեն հնագույն երկու խմբագրությունների համեմատության վրա։ Երկը մակեդոնացու պատմության կիսապատմական, կիսաառասպելական շարադրանքն է։ Վերագրվում է իր ընկեր Կալիսթենեսին, բայց իրականում գրվել է նրանից մի քանի դար անց։ Եվ միջնադարում թարգմանվել է բազմաթիվ լեզուների, փորձել ենք վերականգնել թարգմանության հնագույն վիճակը, որքան որ հնարավոր է, մի քիչ պայմանականություն կա դրա մեջ, եւ մոռացա ասել, որ հայերեն այդ հնագույն թարգմանությունը արվել է մի ավելի հին հունարեն բնագրից, որից արդեն ճյուղավորվել են մեզ հասած հնագույն երկուսը, այսինքն վկայությունն է հայերեն թարգմանությունը, վկայությունն է հունարեն տեքստի հնագույն վիճակի։ Արա Խզմալյանի գնահատմամբ մատենաշարի այսօրինակ մեկնարկը եւ երկի ընտրությունը պատասխանատվության բարձր նշաձող են սահմանում առաջիկա տասնամյակների ահռելի ծավալի աշխատանքների համար։ Սա մի հրաշապատում է, մի փայլուն ոճով գրված աշխատություն, սկզբնաղբյուր, որ բնականաբար ներկայացնում է Ալեքսանդրի անցած ուղին, ճանապարհին հանդիպած ուրեմն պատմությունները եւ սա մի գունեղ, շատ ազատ երևակայությամբ շարադրված սկզբնաղբյուր է, որով մենք ըստ էության սկսում ենք այս մատենաշարի մեկնարկը եւ դա նորից եմ ասում տասնամյակների աշխատանք ունենք այդ իմաստով անելու։ Մատենադարանում լիահույս են, որ առաջիկա 2 տարում Մատենադարանի հրատարակչությունը ընթերցողին կներկայացնի մատենաշարի հաջորդ 2 հատորները։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։